Այստեղ մենք հավաքվել ենք, այս պահին նաև ես եմ այստեղ, մեկ անգամ եւս հիշեցնելու, որ այս երկրում գործում է հանցավոր ռեժիմ, հանցագործ ռեժիմ, որի գործունեությունը աղետ է բոլորի համար, բայց հատկապես ես ինչքան հասկանում եմ 18-ից 20-25 տարեկան երիտասարդների համար։ Ինչով է պայմանավորված այս ուժի նման ատելությունը, այս հատկապես տարիքային այս շեմի խավի հանդեպ չեմ կարող բացատրել։ Միակ բացատրությունը, որ կարող եմ ունենալ, մեր հարևան ոչ բարեկամ երկրների գենետիկ ատելությունն է մեր ժողովրդի եւ նրա առողջ սերմի նկատմամբ։ Ես այստեղ եմ հատկապես խրախուսելու Դավիթի ընկերներին, որովհետեւ ես չեմ կարող իմ հիացմունքը չթաքցնել այս դասարանի, այս ընկերների հանդեպ։ Ես Դավիթին չեմ ճանաչում, Միքայելին երբեք չեմ տեսել, չեմ ճանաչում, բայց միայն այն փաստը, որ այս երիտասարդները ծաղկազարդի օրը պատարագի ժամանակ աղոթքի մեջ նրանց մոտեցել են հանցավոր մարդիկ, որը իբր պատարագի էր եկել, պատարագի եկած մարդը իր թիկնազորով մարդկանց տերորի ենթարկելով առաջ չի գնում արչևում կանգնելու, իր կարևորությունը ընդգծելու համար, կանգնում է պատարագից մի հատլած դսում գնում է։ Եկել էին սադրելու, այս երեխեքին եկել սադրել են, բոլոր տեսանյութերի մեջ ակնհայտ է, որ այս հաստավից թիկնապահը հարվածում է Դավիթին եւ Դավիթի ձեռքի հարվածները ոչ մի բան չեն նշանակում, ընդհանրապես աղոթքի մեջ գտնվող մարդու հանկարծակի եկած 18 տարեկան երիտասարդի շատ առողջ ռեակցիան է։ Ինչևէ, նույնիսկ եթե ինչ որ անընդունելի վարքագիծ դրսևորած լիներ Դավիթը, այս հասարակության ատելությունը, այս իշխանությանը հարողների ատելությունը այնքան անբնական է եւ անառողջ է։ Ես երեք նայում էի տեսանյութի տակ, որտեղ Դավիթի ընկերները գնացել էին Դավիթի մայրիկին շնորհավորելու ապրիլի 7-ի առիթով, գրառումներն եմ ես կարդացել, ինչը հազվադեպ եմ անում, բայց կարդացի այս գրառումները, մեկնաբանությունները, այո, այս երեխաների հասցեին հնչեցրած, անդաստիրակ, ես ուզում եմ հերթով բացել նայել եմ անդաստիրակ գրողների դեմքը, ճակատներին գրած անդաստիրակ։ Ես շատ կուզեմ գա այդ օրը, որ Դավիթին, Միքայելին եւ նրա ընկերներին կանգնացնեն եւ այս մարդկանց շարեն, ասեն մի հատ նայեք ձեր դաստիրակության եւ այս երեխեքի դաստիրակության աստիճանը չափեք։ Ես ուզում եմ Դավիթի ընկերներին ասեմ, որ հիացած եմ, երեխեք ջան, դուք ամբողջի արձագանքներից հանկարծ չկոտրվեք։ Դուք իմացեք, որ այսօր ձեր ճակատագրական շատ կարևոր պահի, երբ որ բոլոր ձեր տարեկիցները պատրաստվում են վերջի զանգի, ինչ որ միջոցառումների, սարքած, ձևակերպած տեքստերի, դուք ձեր ընկերոջ համար եւ ոչ միայն Դավիթի եւ Միքայելի համար, ձեր ազատ օրվա համար, ձեր ազնիվ վարքը, ձեր սկզբունքային դիրքորոշումը պահելու համար այսօր կռիվ եք տալիս, պայքարում եք ոչ միայն հանցագործ ռեժիմի դեմ, այլև այդ ռեժիմին հարող տգետ ամբոխի դեմ։ Տիկին Գևորգյան, որպեսզի այլևս Դավիթները չզոհվեն, չնահատակվեն, այլևս Դավիթների ճակատագրի վրա, այսպես ասած, բիժ չթողնեն իշխանությունները, ինչ է պետք անել այս պահին։ Ազատվել, բոլոր Դավիթներն են դատապարտված։ Սրանք փորձը ցույց է տալիս, այս տարիները ցույց են տալիս, որ այս մարդիկ 5000 երեխու արյուն խմելուց հետո 5000 Դավիթ եւ Դավիթներ եւ այլ անուններ եք տարել, կործանել, դուք չեք բավարարվել, չի հագեցրել, սրանք վամպիրի երևի ինչ որ բան ունեն, չեն հագենում, անընդհատ են, այս զոհերը անընդհատ են, ում ճանապարհին դուրս են գալիս, աղետ են, ճակատագրական աղետ են դառնում այդ երիտասարդների համար, հատկապես երիտասարդների համար, որովհետեւ հավանաբար երիտասարդներն են ամենաառողջ, ամենաազնիվ եւ առողջ արձագանքող խավը, իրենք վախենում են երիտասարդներից, երիտասարդների սիրտը շահելու համար ինչ կապիկություն ասես չեն անում, վարչաբենդ են անում, համերգ են կազմակերպում, պետք է երիտասարդությունը համատարած բոյկոտի, ովքեր որ դեմ են այս անարդարություններին, ովքեր այս ամեն ինչի մեջ տեսնում են անարդարություն, պետք է համատարած բոյկոտի բոլոր այդ կեղծ միջոցառումները, որոնք բոլորիս միջոցների հաշվին կազմակերպում են, իրանց չեղած վարկանիշը հատկապես երիտասարդների շրջանում բարձրացնելու համար։ Ալիս, մենք մի բանի վրա ուշադրություն չդարձրեցինք, որովհետև Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ ինքը գնալու է այն պատարակներին, որտեղ կաթողիկոսի անունը զեղչվելու է։ Ինքը հստակ գիտեր, որ Սուրբ Աննա կղզում վարչապետի Սուրբ Աննա եկեղեցում չի զեղչվելու կաթողիկոսի անունը։ Այսինքն այստեղ հստակ է, որ նա հատուկ սադրելու համար է գնացել։ Բնականաբար, այդտեղ երկու կարծիք կա։
երկու կարծիք կա, ինքը ուր գնում է բոլոր եկեղեցիներում, որտեղ չկա պայմանավորվածություն, որ չի զեղչվելու կաթողիկոսի անունը, դա գնում է սադրելու։ Տեսա, որ եկեղեցու դեմ նա անզոր է, եկեղեցին շարունակում է իր հեղինակությունը շատ բարձր պահել, չնայած իրենց հալածանքներին, իրենց բամբասանքներին, որոնք հերթով բոլորը հերկվում են, եկեղեցին վերջին նաև սոցհարցումներով հասարակության մեջ ամենաբարձր հեղինակությունը վայելող կառույցն է։ Այս մարդը հասկացա, որ եկեղեցու դեմ ինքը ոչինչ է։ Ոչինչ։ Այս մարդը կարող քաղաքական ուժերի դեմ, քաղաքական գործիչների դեմ ինչ-որ սադրանքներ կազմակերպի, տանի ոչ մի բանի համար նստածնի, իրեն է պաշտպանեն այն ուժերը, որոնք իրեն բերել են այս երկիրը կործանելու համար, բայց եկեղեցու դեմ այս մարդը անզոր է։ Անզորությունից դիմում է ուղղակի չար մարդու հուսահատ վարքի դրսևորում։ Միայն սա։ Տիկին Գևորգյան, քանի որ անշուշտ են ձեռնել նաև թեմայից դուրս մեկ հարց ունեմ կապված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ։ Օրերս Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ծնողները հնարավորություն չունեն դրան ծանոթանալու, դա գաղտնի փաստաթուղթ է։ Եթե օրինակ ծնողները իրավունք չունեն ծանոթանալու, դա ում համար է։ Իրենց համար օրինակ ծնողներին հետաքրքիր է, ում համար, ինչի համար իրենց որդիները նահատակվեցին։ Գիտեք, երբ որ այս զեկույցը հայտարարվեց, որ նման հանձնաժողով է ստեղծվում, նման զեկույց պիտի պատրաստվի, ես շատ կամարանքով եմ վերաբերվել, այսինքն իրենք իրենց մասին զեկույց են պատրաստելու, ով է զբաղվում այդ զեկույցով, Անդրանիկ Քոչարյանի անձը մենակ բավական է հասկանալու համար, այսինքն ով իրենք իրենց, ուզում եմ ասել, իրենք իրենց հանցագործությունները պիտի բացահայտեին, բայց այնուամենայնիվ, եթե զեկույցը պատրաստվել է, նույնիսկ հետաքրքիր է կեղծիքի աստիճանը, նույնիսկ հետաքրքիր է թե ինչ են արել, ինչ են սարքել, դա էլ է հետաքրքիր։ Ինձ անձնապես, որ ասեմ, շատ ուզում եմ այդ զեկույցը կարդամ, չէ, ես սրանց իշխանության օրոք ինձ պատրաստած որևէ փաստաթուղթ ինձ վստահություն չի ներշնչում, բայց եթե կան ծնողներ, որոնք ուզում են պարտավորեն այդ ծնողներին ներկայացնել այդ զեկույցը, որովհետև անմիջականորեն վերաբերվում է իրենց երեխաներին, մեր երեխաներին է վերաբերում այդ զեկույցը։ Սա, իսկ թե զեկույցը ինչա բացահայտելու, ես կարծում եմ, որ ամեն ինչ բացահայտվելու է միայն իշխանափոխությունից հետո, այս իշխանության օրոք ոչինչ չի բացահայտվելու։